Մարդկանց կամավոր տեղափոխություններ սա, թե պարզապես Արցախի հայաթափման եւ էթնիկ զտման վերջին փուլը։ Թեման քննարկելու ենք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։ Բարի երեկո, Արման։ Բարի երեկո, Լարա։ Առավոտյան ադրբեջանական մեդիան ուսումնասիրելուց հետո ասացիր, որ օկուպացված Արցախից 10 հայերի եւ ազգությամբ ռուս մեր երկրի մի քաղաքացու Հայաստան տեղափոխվելուց հետո այնտեղ փաստացի եւս մեկ հայ է մնացել։ Այո, Լարա, իմ տեղեկություններով առնվազն մեկ հայ դեռևս գտնվում է Արցախում, Միշիկ Գրիգորյանը, իհարկե նրա ադրբեջանի կողմից պահելը չի խոսում խաղաղ համակեցության մասին, որովհետեւ պարբերաբար Միշիկ Գրիգորյանը հայտնվում է ադրբեջանական ԶԼՄ-ներում տարբեր քարոզչական թեզեր առաջ տանելու համար, օրինակ բերեմ, որպեսզի ավելի պարզ լինի, ռեպորտաժներից մեկը, որը վերնագրված է հայերի եւ ադրբեջանցիների պատահական հանդիպումը Ստեփանակերտում, այստեղ բեմադրված է Միշիկ Գրիգորյանի եւ մի ադրբեջանցու իբրև պատահական հանդիպումը 40 տարի անց Ստեփանակերտում, իհարկե տեղեկությունները խիստ հակասական են, Լարա, չգիտես ինչու իշխանությունները 7 կողպեքի տակ են պահում Հայաստան եկածների մասին տեղեկատվությունը եւ մի տեղեկատվություն էլ ունեմ այն մասին, որ իբր Միշիկ Գրիգորյանը վերադարձել է եւ հիմա գտնվում է Հայաստանում։ Այս տեղեկատվական վակուումը նրա համար է ստեղծված, որ տպավորություն լինի իբր նրանք իրենց կամքով են եկել Հայաստան, մինչդեռ իրականում ակնհայտ է, որ Բաքուն նրանց արտաքսել է։ Այս մասին շատ լավ իդեպ պատմեց իմ գործընկեր Լիլիթ Խալաթյանը։ Այո, Արման, լավ, եթե ենթադրենք, որ Միշիկ Գրիգորյանը իսկապես չի վերադարձել Հայաստան, հա, ելնենք դրանից, ինչու կարող է պատճառ լինել, որ նրան էլ մյուսների պես ուղարկած չլինեն։ Լարա, նրան Ադրբեջանում համարում են հաստիքային վկա, որովհետև գաղտնիք չէ, որ բարբերաբար Միշիկ Գրիգորյանը Ռուբեն Վարդանյանի եւ Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների նկատմամբ բարբերաբար դատարանում ցուցմունքներ է տվել եւ այդ շինծու գործերին աջակցել է, այսինքն նման կերպ անգամ եթե հային պահեն Արցախում եւ Ադրբեջանը դա ներկայացնի, որ Արցախը հայաթափված չէ, այնտեղ հայ կա, այդ մեկ հայը նույնիսկ օգտագործելու է իր ներկայությունը այդ շինծու դատական գործընթացներին աջակցելու համար։ Իդեպ այդ շինծու դատավարությունից ինչ լուր կա։ Մեկ շաբաթ առաջ մոտավորապես, եթե չեմ սխալվում, հունվարի 17-ին նշված էր մոտս դատավարության 1 տարին էր, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի 26-ին դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու։ Ներկա պահին Լարա պաշտոնական որևէ հայտարարություն չկա դատավճռի օրվա մասին, ինչը խոսում է, որ սա ոչ թե իրավական, այլ քաղաքական հարց է եւ Ալիևի վարչակազմը հարմար առիթ է սպասում, որպեսզի հրապարակի դա իր քաղաքական օրակարգը թելադրելու համար։ Որոշ փորձագետներ էլ իհարկե կարծում են, որ այս դադարը քաղաքական սակարկությունների եւ միջազգային ճնշումների հետ է կապված։ Շնորհակալ եմ, Արման, սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանը։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։